Զեղծարարները քաղաքացիներին խաբել են, գումարները կորցրել են, ուզում ենք որ քննչականը կամ դատախազությունը վերականգնի արտարությունը, մարդկանց գումարները վերադարձնեն։ Դուք դեռևս նախորդ տարվա վերջին այստեղ հանդիպում եք ունեցել, ասել էին քննչական կոմիտեից, որ հարցով կզբաղվեն, ժամկետների մասին որևէ հստակ բան ասել են։ Ժամկետների մասին չէ, բայց կան քաղաքացիներ, որ քննչականից ասել են կվերադարձնեն գումարները, բայց թեև չգիտեմ։ Հիմա այդ պահանջով ենք եկել, որպեսզի իմանանք գումարների վերադարձը երբ կլինի։ Կոնկրետ դուք որքան գումար եք կորցրել։ Ես $1000 եմ, 400,000 դրամ։ Երբ հատեք տեղի ունեցել։ Նոյեմբերի 4-ին եմ փակվել, ես մի քանի ամիս առաջ էի դրել գումարը կորցրել եմ։ Այսինքն մարդկանց ներկայացրել են, որ ինքը ներդրումային ծրագիր է։ Մարդիկ հավատացել են, եղել է Հայաստանում տարբեր մարզերում, Երևանում, սուպերմարկետներում, չգիտեմ, Խանութ, Վարսավյանում, տարբեր տեղի գովազդային վահանակներ, պաստառներ, եղել են կոնֆերանսներ, գրասենյակներ են եղել, աշխատակիցներ են եղել, դրա հետ կապված նյութեր կա, որը կրիչով մենք ներկայացել ենք քննչականի դատախազությանը, մոտ 200 երևի նկարներ ու վիդեոտեսակներ, այդ տեսահոլովակներ։ Ու հիմա շատ հետաքրքիր է թե քննչականու դատախազությունը արդյոք այդ մարդկանց հրավիրել է հարցաքննության կամ որ փուլում է գտնում, եթե կան հարցաքննություններ։ Լիքը հարցեր կա, որ հետաքրքիր է, ասում քաղաքացիները իմանան ինչ փուլում է։ Կամ հանցագործներից վերցնեն գումարները տան մեզ, կամ եթե չեն կարողանում գտնեն հանցագործներին, այնց անգործության պատճառով քննչականի դատախազության, որ չեն կանխել նմանատիպ կայքերը, ու օրեցօր էլի աճում են։ Այսինքն այդ Hello-Bit-ը փակվել է, դրանից հետո դուրս եկավ Կոգոլտը, նորից փակեցին, հիմա մեկ ուրիշն է հենց, անունը տենց հիմա չեմ հիշում, չգիտեմ ինչ քոյներ, սպայն նորից ինքը գործում է, աշխատում է, էլի նույն Hello-Bit-ի մարդիկ են։ Այսինքն պայմանագիր է եղել, վիդեո տեսահոլովակ կար է, վիդեոյի մեջ այդ մարդը ներկայացնում է, որ ծրագիրը իրանք են բերել, պայմանագիրը իրանք են կնքել, $30 միլիոն ներդրում են արել այդ ծրագրի հետ ու ապահով է մարդկանց կոնֆերանսի ժամանակ ասում են, որ թե ոնց պետք է ծրագիրը աշխատի, ինչպես կարելի է մարդկանց ներգրավել, այսինքն մի հատ մեծ թիմ է աշխատել, օրինակ ինձ հետաքրքիր է, ասենք քննչականը ինչ գործողություններ է արել։ Մեքենաների համարներ կամ մարդկանց դեմքեր կամ մանկապարտեզներում օգնություններ են եղել, անապահովներին օգնություններ են եղել, իրենց լոգոներով կպցրած այդ օգնությունների վրա։ Տարբեր, ասենք, թող գտնեն իմանան, դեռևս այսքան։ Խաղի մասին ինչպես եք տեղեկացել։ Ինձ հարազատներից են ասել, այդտենց ես գումար եմ դրել այդտեղ։ Ու իրանք են գումար դրել։ Կարելի է նայել։ Ընկերներ են դրել, բոլորն գումարները կորցրել են։